Ռեֆորմիստների կուսակցությունը մասնակցելու է այս ընտրություններին համար 1 թվեաթերթիկով։ Ռեֆորմիստների կուսակցությունը ընտրվելու դեպքում նախատեսում է մեծացնել պետության դերը տնտեսության մեջ։ Ծրագրային դրույթները ըստ վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանի խոր ուսումնասիրության արդյունք են։ Ըստ նրա տարածաշրջանում Հայաստանը միակն է, որտեղ տնտեսության վրա պետությունը ունի նվազագույն ազդեցություն։ Դա բերում է նրան, որ տնտեսությունը կախված է լինում եւ զարգացումը, պլանավորումը պետության կախված է լինում բիզնեսից։ Իսկ բիզնեսը երբեք չի մտնի այնպեսի ծրագրերի տակ, որոնք պահանջում են մեծ գումարներ, երկարաժամկետ եւ ռիսկային են։ Դա պետք է անի միայն պետությունը։ Ռեֆորմիստների կուսակցության անդամները քարոզարշավի ընթացքը այս պահին համարում են լավ, ոգևորող, ոգեշնչող։ Եղել են կենտրոն, Արաբկիր, Քանաքյար-Զեյթուն վարչական շրջաններում։ Նախընտրական հանդիպումները շարունակեցին Շենգավիթում։ Քաղաքացիների հետ շփումների ընթացքում ռեֆորմիստները ներկայացնում են իրենց 7 կետանոց նախընտրական ծրագիրը։ Նկատառումները վերաբերում են ընտրական օրենսգրքին, սահմանադրական իրավունքներին, ազատություններին, հավասար պայմանների ապահովմանը։ Ոնց է ստացվում, որ մենք պետք է A4 ֆորմատի թուղթը կպցնենք պատերին, իսկ օլիգարխներն ու միլիարդատերերը 5 միլիոն, 3 միլիոն, 2.5 միլիոն բաներները կպցնեն պատերին։ Բա որտեղ է մնում սահմանադրությամբ հավասար պայմանների ստեղծումը, այսինքն հավասար պայմանը մենակ մասնակցությունն է, բա մնացած հարցերում, այսինքն մենք այս հարցով պետք է զբաղվենք եւ դրա համար մեր ծրագրի 4-րդ կետը, որը խոսում է ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին, մենք իրականում պետք է հասնենք այն ռեֆորմների, որ փոխենք այս վիճակը։ Արդարության սկզբունքը պահելու համար Վահան Բաբայանի խոսքով խորհրդան անցնելու պարագայում նախաձեռնելու են ընտրական օրենսգրքի փոփոխություններ։ Մարդկանց վերաբերմունքը դրական է, մարդիկ ուզում են նոր դեմքեր, ես ձեզ ասեմ։ Իհարկե, այս նոր դեմք հասցնել է հարաբերական բան, որտեղ քաղաքական դաշտում լիարժեք նոր դեմք լինելը սխալ է, որովհետև մեր նաև կետերից մեկն է երկրի ղեկավարի, ուրեմն լիազորությունների եւ առաջադրման սկզբունքներում փոփոխություն։ Վերջին օրերի նախընտրական հանդիպումները ըստ պատգամավորի թեկնածուի ցույց են տվել։ Մարդիկ ուզում են անվտանգ կյանք, նորմալ սոցիալական երաշխիքներ եւ արդարություն։ Մայա Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։